Դեռևս անհայտ պատճառներով Ռուսաստանը Հայաստանից ներկրվող ծաղիկներում, միրգ բանջարեղեններում, այժմ էլ ալկոհոլային արտադրանքներում խնդիր է տեսնում։ Այդ ֆոնին ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն աստիճանաբար կոշտանում են։ Միայն վերջին օրերին Մոսկվայից մի քանի կոշտ հայտարարություն է հնչել։ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է Փաշինյանն արդեն մի քանի քաղաքական որոշումներ է կայացրել միանալու այն երկրներին, որոնք պատերազմում են Ռուսաստանի դեմ եւ փորձում են ոչնչացնել այն։ Ռուսաստանը գազ է մատակարարում Հայաստանին ի վնաս իրեն, աջակցելով հանրապետության քաղաքացիներին եւ տնտեսությանը, եւ դրա դիմաց ստանում է անբարոյականություն եւ անազնվություն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել է, թե Ռուսաստանը գերտերություն է եւ դրան պետք է վերաբերել հարգանքով։ Չի ուշացել նաեւ Կոնստանտին Զատուլինի արձագանքը։ Սա պարզապես արտաքին քաղաքականության փոփոխությունը քողարկելու փորձ է։ Եթե Հայաստանի մասշտաբն ավելի մեծ լիներ, Փաշինյանը վաղուց մեզ կդավաճաներ։ Ավելի ուշ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տարօրինակ է համարել խոսակցությունները Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, հայտարարելով, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը մնա միությունում, զարգանա ու բարգավաճի։ Սակայն քաղաքական հայտարարություններին զուգահեռ շարունակում են նաև տնտեսական սահմանափակումները։ Ռոսպոտրեբնadzորը հայտարարել է, որ Ռուսաստանում կասեցվել է հայկական մի շարք ալկոհոլային արտադրանքների իրացումը։ Խոսքը Վեդի Ալկո Աբովյանի կոնյակի գործարան եւ Շահնազարյան գինի կոնյակի տուն ընկերությունների արտադրանքի մասին է։ Ռուսական կողմը պնդում է, թե հայտնաբերվել են պարտադիր պահանջներին չհամապատասխանող գինիներ եւ կոնյակներ, ինչից հետո ներմուծողներին ու առևտրային ցանցերին հանձնարարել են դադարեցնել դրանց վաճառքը եւ շրջանառությունից հանել արտադրանքը։ Սա վերջին ամիսներին առաջին դեպքը չէ, երբ ռուսական վերահսկող մարմինները խնդիր են արձանագրում հայկական արտադրանքի մեջ։ Ավելի վաղ ժամանակավորապես կասեցվել էր նաև հայկական ջերմուկ հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանում։ Ռուսաստանի վերջին կոշտ հայտարարությունները Հայաստանի հասցեին ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կապ ունեն Հայաստանում իշխանության ձևավորման ընթացքի եւ Մոսկվայի տարածաշրջանային շահերի հետ։ Մոսկվան փորձում է բարձրացնել Հայաստանում իշխանության ձևավորման այս process-ում իր շահերի գինը, ինչպես տեսնում է, դա անում են աշխարհաքաղաքական մյուս կենտրոնները։ Վերլուծաբանը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերություններում վստահելի կամ անվստահելի գործընկեր լինելու հարցադրումը այնքան էլ առանցքային չէ, քանի որ նման հարաբերություններում պետությունները հիմնականում առաջնորդվում են ոչ թե վստահությամբ, այլ շահերով եւ ազդեցության մեխանիզմներով։ Նրա խոսքով Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ունի բավարար լծակներ իր դիրքերը վերահսկելու համար, իսկ ներկայում Մոսկվայում տեղի են ունենում որոշակի վերանայումներ կապված տարածաշրջանային քաղաքականության հետ։ Բադալյանի գնահատմամբ այժմ տեղի ունեցող գործընթացները դեռևս չեն նշանակում, որ Մոսկվայի հիմնական նպատակը Հայաստանում իշխանափոխությունն է։ Ինքնանպատակ համարել, որ կամ միարժեք համարել, որ Ռուսաստանը ունի նախընտրած տեխնացու եւ ըստ այդմ փորձում է այդ հարցը լուծել, ես կարծում եմ դա հեռու է իրականությունից եւ ամենևին այսպես Ռուսաստանի համար խնդիր չէ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Ռուսաստանի համար, ինչպես նշեցի, այս շրջափուլում կարևորը իր շահերի եւ իր հետաքրքրությունների գինը բարձրացնելն է։ Այս ամենի ֆոնին Մոսկվայից շարունակում են հնչել նաև քաղաքական ուղերձներ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել հակառուսական ճամբար։ Ինչպես դա արվեց Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի դեպքում, հիմա էլ փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ, մեկ նպատակով՝ հնարավորինս մեծ ցավ պատճառել Ռուսաստանին։ Քաղաքական կոշտ հայտարարություններին զուգահեռ ռուսական կողմի տնտեսական սահմանափակումները ավելի հաճախակի են դառնում, խորացնելով տպավորությունը, որ Մոսկվան Երևանին ուղարկում է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ազդակներ։